Այսինքն սրա համար ասում եմ ձեզ, ինչ բան որ աղոթքով խնդրեք, հավատացեք, թե պիտի առնեք եւ պիտի լինի ձեզ։ Մենք ստեղ կանգնեցինք հորից խնդրել իմ անունով։ Հորից խնդրել իմ անունով։ Հավատացեք, որ կառնեք, ինչ որ խնդրում եք։ Առաջ Յովհաննես 5-րդ գլուխ 14-րդ խոսք 5:14 Մենք համարձակություն ունենք նրա մոտ, քանզի գիտենք, թե ինչ որ խնդրելու լինենք իր կամքի համեմատ պիտի լսի մեզի։ Մենք այս ձև ենք աղոթում հենց տուր, այս տուր, այն տուր, բայց ուշադրություն չենք դարձնում Աստծուն իր խոսքին, ինքը ինչ ասում։ Մենք այսինքն ուզում ենք առանց կանոնների խաղ։ Այսինքն մենք ուզում ենք հեշտ մարգարեություն։ Այսինքն մենք ուզում ենք, որ մենք մեզ մարգարյանան, բայց մենք Աստծո խոսք չկարդանք, մենք չաղոթենք, մենք չկարողանանք հավատք ներդնել առ Աստված հավատք ունենալու, ապավինելու ասում, հեշտ ճանապարհ, մարգարյացի։ Մարգարյացողն է ոչ Աստծո խոսք կարդա, ոչ աղոթք անի, բայց մարգարյանա։ Շատ հեշտ, տուր, էս էլ կտրվի, այն էլ կտրվի, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ Աստված ինչ ասում իր խոսքի մեջ, որովհետև Աստծո ոչ կամքն ենք հարցնում, որ քաղաք ուզում ենք գնում ենք, ինչ ուզում ենք անում ենք, բայց Աստծո կամքը չենք հարցնում։ Մենք անում ենք ինչ որ ուզում ենք, բայց Աստծո կամքը ընդհանրապես բանի տեղ չենք դնում։ Չեմ կարծում, որ Աստծո կամքից դուրս ինչ որ մենք խնդրեցինք, դա պետք է Աստված էսա վազելով կատարի մեզ համար, դա ձև չի լինում։ Մենք ոչ ուզում ենք իմանանք Աստծո խոսքը ինչ ասում, մենք ոչ ուզում ենք իմանանք նպատակը, որն է իմ Տիրոջ նպատակը, որն է Տիրոջ կամքը, որն է Տիրոջ մտահղացում մեզ համար։ Ինչ կտա այդ ձև աղոթքը մեզ։ Ինչ կտա այդ ձևի աղոթքը աշխարհին։ Ոչ թե Աստծո թագավորության, մենք մտածում ենք ինչ կտա, բայց Աստծո թագավորությանը ինչ կտա, Աստված ինչ է ստանում դրանից։ Աստված ունի կամք եւ ինքը փնտրում է իր թագավորության հետաքրքրությունները։ Աղոթքը այլ կլիներ, եթե մենք ընդլայնենք նրան, ինչ որ մեր մեջ ընդգրկում է թագավորությունը կամ գրավում է թագավորությունը։ Հենց աղոթքները ավելի շատ կպատասխանվեն, եթե մենք ներգրավենք մեր մեջ նաև Աստծո թագավորության հետաքրքրությունը, ընդլայնենք, ընդգրկենք Աստծո կամքը, իր թագավորությունը, ինքը ինչ մոտիվներ ունի իր թագավորության համար։ Մենք եկել ենք իր թագավորություն, մեր թագավորությունն ենք ուզում շինենք։ Մենք ուզում ենք անունով ասում ենք Աստծո թագավորությունը գա, բայց մենք ուզում ենք որ մեր թագավորությունը գա։ Մենք ուզում ենք Աստծո թագավորությունը վերցնենք, բայց ուզում ենք մեր թագավորությունը վերցնենք։ Մենք ասում ենք բան, այլ բան նկատի ենք ունենում։ Դրա համար շատ պատասխաններ չկա, համարյա 99-9%, այն մի փոքրն է, որ մի դոլի պրոցենտը, եթե այն տոկոսն է կա, դա երևի sense այնքան տարբեր աղոթքներ սա որ մի հատ ընկել է ճիշտ նշանակետին կորցնելով ժամանակը, էներգիա, առողջությունը, տարիներ են գնացել, պատասխանները քիչ է, ստաժը շատ է։ Բայց եթե քո մոտ Աստծո կամքը շատ լինի, իմանաս իր կամքը, պատասխանները շատ կլի, դեռ դու քիչ ապրած կլնես, բայց շատ արդեն հրաշքներ, երիտասարդ, բայց պերսպեկտիվն է արդեն, հեռանկարային, արդեն շատ բաներ ես տեսել։ Հասկանես ոչ թե տարիներ անցավ վերջում գաս ասես, գիտես ես ինչքան բան եմ տեսել, 100 թվից առաջ այդ բաները եղել է ու չի լինում, բայց մի պետք է լինի։ Լավ, ինչու՞ նա աղոթքների խնդիրը, որ աղոթում ենք, բայց պատասխան չկա։
Մարդը աղոթում է և պատասխան չկա, աղոթքը չի պատասխանվում, կամ մնում է անպատասխան։ Սա դատաստանն է սկսվելու, դեռ պատասխան չկա աղոթքներին։ Դա պետք է հիշել, եթե նա հակասում է այն բանին, թե ինչ է անում Աստված, դուք ուղղակի աղոթում եք, բայց դա ոչինչ չի փոխում։ Հակասում է իր կամքին, դուք գիտեք, բայց դեռ դուք աղոթում եք։ Ու գիտենալով եք աղոթում։ Հետաքրքիր է, չէ՞ որ գիտեք, որ դա Աստծո կամքը չի։ Երեխուն ասում ես, դու չբացես էլի այդ կանսերվեն։ Դու չանես, տանակը վերակալ ինքն է։ Թող էլի ես կբացվի, դու կկտրտես քո ձեռները, կա սոտտա փորդ մտնի քո դանակը։ Եվ գիտի, եւ գիտենալով հանդերձ վերանում մատները փրթեմ։ Բայց գիտի, որ դա իր հոր կամքը չի, մոր կամքը չի, իր ծնողի կամքը չի, ինքը ասում է, ես կանեմ էլ քո փոխարեն, դու քեզ կվնասես։ Հետո դա ճիշտ չի, որ դու ես անում։ Բաներ կա, որ ճիշտ չի, աղոթում ես, պատասխան չկա, բայց միևնույնն է, դու այդ նույն աղոթքը կրկնում ես էլի հաջորդ օրը եւ տենց մի տարի։ Այդ աղոթքից քիչ օգուտ կա, ասենք ջուր ենք ծեծում։ Մենք սետկա ենք լվանում։ Եվ երբ Սոդոմում 10 արդար չգտնվեց, Աբրահամը կարող էր թեպետ ձեռք է ծալել ու հուսահատության մեջ մնել, ինքը աղոթում է։ Տեր, եթե Սոդոմում 10 արդար լինի, Սոդոմը պետք է ավերես։ Տերը ասում է, չեմ ավելի, բայց չկա։ Ուզում է հասկանա, բա քանի արդար կա այնտեղ, ինքը ուղիղ չի հարցնում Տիրոջ, հասկանեք, մի քիչ ամոթնել է լավ բան, չէ։ Չի հարցնում, բայց ակնարկան եմ, բա լավ ասենք, եթե այնտեղ գոնե 5 արդար կա, էլի չես ավերի, Տերը ասում է, չեմ ավերի։ Փնտրում Աստծո կամքը, ուզում է հասկանա, մոտենում է եւ շատ ուժեղ մոտենում է, այնքան որ հայտնաբերում է, որ այնտեղ արդար չկա։ Ուղղակի քո բարեկամի Սոդոմից հանի, գնա հրեշտակները թող ընդունի ինքը հրեշտակներ, թող լսի դուրս գա փրկվի, վերջ։ Դա է իմ կամքի իր համար։ Չէ, միգուցե ես արդար եմ, ես բան Տեր ասում, հա, հազիվ ես արդար, դուրս արի։ Դու արդար չես այդ կամի, հազիվ արդար ես։ Դուրս արի ստեղից։ Աստծո կամքը հասկանալ է պետք։ Եթե Աստծո կամքը չի ստեղ մնալ, ուրեմն պետք է գնալ։ Եթե Աստծո կամքը չի գնալ այնտեղ, ուրեմն պետք է չգնալ։ Էլի ասում է, գնամ Ռուսաստան, Աստծուն հարցեր է, գնաս Ռուսաստան, թե չգնաս, գնաս Խոպան, թե չգնաս, մենք ոչ Ռուսաստանիդ ենք դեմ, ոչ քո Խոպանիդ ենք դեմ, ոչ է քո Եվրոպայիդ ենք դեմ, որ գնաս աշխատես, բայց Տիրոջ հարցեր է, արդյոք Տերը մտածում է, մեկ էլ ինչ սուտի արդարացում կա, կեղտոտ արդարացում կա, այ Տեր, որ ես գնամ Ռուսաստան, ես ընդեղ մարդկանց կքարոզեմ, Եվրոպայում եկեղեցի կհաստատեմ, Տերը գիտի, որ դդումը սուտ է խոսում։ Միևնույնն է, իր կամքը չի։ Աստված մանիպուլյացիա չի լինում ոչ մեկով։ Բայց դա իրեն չեր օգնի, որովհետև Աստված ասել էր, որ այդ քաղաքները պետք է ոչնչացնեն, եթե այնտեղ 10 արդար չգտնվի, չգտնվեց եւ չգտնվեց։ Աստված կարող է աղոթքը անպատասխան թողնել, եթե այն կապված է ապստամբության հետ։ Դու կարաս Աստծո կամքի համեմատ աղոթես, բայց քո աղոթքը անգամ պատասխան չունենա, որովհետև Աստված նայում է բունտը, ապստամբությունը, որ կա քո ներսում։ Քո երեխան լավ բան է ուզում, բայց ինքը չի լսում քեզ։ Դու չես պատասխանում իրան։ Իր խնդրվածքը չես տալիս, որովհետև քո երեխան ճիշտ է խնդրում, բայց սխալ սրտով է խնդրում։ Ինքը ապստամբում է, ասում ես, այս բանն արա, ասում է, չեմ արի, բայց մառոժնին ուզում է։ Դու գիտի, որ մառոժնին դու ունես, դու կարաս տաս, բայց դու չես տալի, որովհետև ինքը չի արել իր դասը։ Ինքը չի արել իր առաջադրանքը, ինքը չի ենթարկվել։ Աստված չի կարող պատասխանել անգամ, եթե դու ճիշտ աղոթք ես անում,
Քո ապստամբության, իմ ապստամբության պատճառով։ Ապստամբության պատճառով չի կարող պատասխանել։ Դու կասես, «Օ Տեր, օգնի ինձ»։ Ես նրան ուզում եմ վրեժ խնդիր լինեմ, սպանի իրան։ Իրան սենց արա, իրան հենց արա, որ գլորվի, իրան հենց արա, որ կրխքոնձի տա, ոչ, Աստված չի պատասխանի այդ աղոթքին։ Աստված չի պատասխանի այդ աղոթքին։ Նա չի օգնի ոչ մեկին, որը մեկից վրեժ խնդիր լինելու։ Նա ավելի շուտ կօգնի, որ քեզ դու ձեռքեր մեջ հավաքես։ Նա ավելի շատ կօգնի, որ դու ներես։ Նա ավելի շատ քեզ կօգնի, որ դու օրհնես։ Նա ավելի շուտ քեզ կօգնի, որ դու աղոթես։ Նա ավելի շուտ կօգնի, որ դու սիրես, քան վրեժ լուծես։ Ես եղել եմ, որ ասեմ վրեժ լուծությունը պետք է վրեժ լուծել, բայց հասկացեմ, որ դա ճիշտ չի, ասեմ, Տեր, ես սիրում եմ իրան, բայց իմ սիրտը խառնել այդ բան, որ ասել ես իրան սիրում եմ։ Ես նույնիսկ կեղծավորում եմ, բայց ես իրան օրհնում եմ։ Մի քիչ տեսել եմ, որ այդ սրտխառնոցը գնաց եկավ, ասեմ, իրան օրհնել։ Հետո ասել եմ, Տեր, ես ուզում եմ, որ իմ սրտի մեջ խնդիր չի, մի քիչ տես, որ իրոք դզվում է ինչ-որ բանկում մեջ։ Հետո ասում ես, Տեր, ես իրան օրհնում եմ, ես իրան սիրում եմ։ Ինքը սատանա, ինքը իմ աղբերն է, ինքը իմ քույրիկն է, գիտես, արևը բացվեց։ Նրա ճառագայթների մեջ բժշկություն եկավ քո վրա։ Բա ներումը բժշկություն է բերում։ Եթե աղոթես ու սիրես։ Եթե ատում եք ինչ-որ մեկին, քեզ ուղեկցելու անհաջողությունը։ Անհաջողությունն է քեզ ուղեկցելու, եթե մեկին ատում եք։ Աստված այդպիսի բաների մեջ ընդհանրապես իմացեք չի խառնվում, չի խառնում Աստված։ Երբեմն աղոթքը մնում է անպատասխան թշնամու խարդավանքների պատճառով, պլանների պատճառով։ Հոբի 1:12-ը մենք տեսնում ենք սենց մի բան։ Հոբ 1:12 Այստեղ գրված այլ Տերը սատանային ասեց. Ահա նրա ամեն ունեցվածքը քո ձեռքը կտամ, միայն թե իրա վրա ձեռք չի երկարացնես։ Այն ժամանակ սատանան Տիրոջ առաջից գնաց։ Աստծո եւ սատանայի միջև կոնֆլիկտ կա։ Աստծո եւ սատանայի արանքը միշտ մեկը տուժվում է։ Այդ կոնֆլիկտի պատճառով դու ուզում ես սատանայի պլանները, խարդավանքները խանգարում են քեզ, դու տուժվում ես։ Այսինքն կոնֆլիկտ է երկուսի միջև եւ Աստված քո համար բարի պլաններ ունի, բայց չի տեղի ունեն, որովհետեւ սատանան ինքը այնտեղ պլաններ արել, այնտեղ որոգայթներ արել։ Արանքում տուժվեց Հոբը։ Միշտ գտնվելու ենք ես ու դու կոնֆլիկտի կիզակետում։ Մենք չպետք է սպասենք, որ սատանան մեզ էսա հանգիստ կթողա ամեն ինչ լավ կլինի։ Նա մանավանդ երբ վերջի ժամանակները գլուխդ գովացել ես։ Չհավատակ, որ Աստված կարա օգնի այդ ժամանակ։ Երբ որ մենք գոռոզանում ենք, մենք հպարտանում ենք, մենք ուզում ենք ինչ-որ մեկին չներենք, երբ որ մենք հպարտանում ենք, սատանան եղբայրների դեմ բանսարկություն անողն է գրված Աստծո խոսքում, աղոթքը, որը անպատասխան է մնացել, դա ժամանակի հարց կարա լինի, դա կարող է ժամանակի հարց է լինել, հարցը կարա ժամանակի մեջ լինել, ընդամենը ժամանակի մեջ։ Հիշում եք Գործ Առաքելոցը մի մարդ էր նստած դռան մոտ։ Հիսուս անցնում դառնում էր, այդ մարդը դեռ կաղ էր, Հիսուս սաղին բժշկում էր, բայց այդ մարդը կաղ էր։ Այդ մարդը միգուցե մենակ բան էր ուզում, փող էր ուզում, չէր ուզում, որ Տերը իրան չէր աղոթում, փող էր ուզում, բան էր ակնկալում, սրանց էր ակնկալում, եւ պատասխան չկա, բայց
Վերջապես եկավ այդ ժամանակը, ժամանակի հարցեր եւ Պետրոսն ասեց մեզ նայիր, մեզ նայ ասեց եւ սա այսև հանգուցային բաններ, հարցներ, որի բժշկությունը 5000 մարդու ապաշխարություն բերեց։ Այս մեկ մարդու, դա ժամանակի հարցեր, նաեւ աղոթքի չպատասխանվելը կամ ձգձգվելը լինում է ժամանակի պահ։ Կա ժամանակ, որ դու աղոթում ես, Աստված ասում է սպասի, կա ժամանակ, որ աղոթում ես, Աստված ասում է շարունակի, կա ժամանակ, որ դու աղոթում ես, Աստված ասում է ոչ։ Դուք պետք է այս 3 տարբեր բաներ հասկանաք։ Ժամանակի հարցը ասում եմ, Հիսուս էլ էր այդտեղով շատ անց է։ Պատասխանը կարող է նաև կայանալ աղոթքի, ծոմի եւ աղոթքի ժամանակ, ծոմի եւ աղոթքի պատճառով։ Աղոթքները, որ կարա պատասխանվի, դա զուտ, որ մենք ծոմել ենք բան եւ աղոթում ենք։ Աստված մեզանից ուզում է, որ մենք ծոմ պահենք, ծոմ գնանք։ Սա նոր մտահղացում է, որ մենք տեսնում ենք։ Աշակերտները աղոթում էին մի հատ տղայի համար, բայց ոչ մի բան տեղի չէր ունենում։ Եվ Հիսուս ասեց այս տեսակը միայն աղոթքով եւ ծոմով։ Այսինքն այս պատասխանը չի գալիս, դրա համար Հիսուս ասում է, որպեսզի պատասխանը ակտիվանա, արագանա, շուտ գա, դուք պետք է ծոմ պահեք եւ աղոթք անեք։ Մատթեոս 17 17:21 17:21 գրված է Սա հենց այդ տեղն է, ուղղակի ես չեմ ճիշտ գրել։ 20-րդ խոսքը ներեք։ Սակայն այս տեսակ ուրիշ բանով չի լինում, չի ելնում, բայց միայն աղոթքով եւ ծոմապահությամբ։ Եթե ուզում ես, որ լավ բաներ տեղի ունենան, կյանքիդ մեջ քեզ պետք է եւ պարտադիր է, որ ծոմով եւ աղոթքով ծոմ եւ աղոթք պահես։ Աղոթք անես։ 17:20 Մատթեոս 17:20 խոսքը։ Պետք է պատրաստվել ծոմով ու աղոթքով։ Եթե ուզում ես հրաշք լինի, Հիսուս ասում է, դու պետք է ծոմ պահես եւ աղոթք անես։ Մինչև մի տեղ կգնանք, պետք է ծոմ պահենք, պետք է աղոթք անենք։ Մինչև մի բան անենք, պետք է աղոթենք։ Եթե չենք պահում ծոմ, պետք է աղոթենք։ Հետո գնում ենք, լինում է, ասում ենք, եղավ։ Եվ մենակ աղոթել ենք, բայց Տերը ասում է, միայն ծոմով եւ աղոթքով։ Միգուցե դու պետք է ծոմ պահել։ Հարցրա Տիրոջը, ինչ անեմ, ծոմ պահեմ, աղոթեմ, թե ուղղակի գնամ, թե գնամ ծոմ պահելով, աղոթելով։ Մենք գնացինք Արարատ 3 օր Եսուս Սամվելը, այն Սամվելի հետ, դես պտտվեցինք, դեմ պտտվեցինք, ոչ մի բան տեղի չէր ունենում։ Ու Աստված մեզ հետ խոսած ասեց, գնացեք, փակեք դուռը, 3 օր ծոմ պահեք։ Մենք սկսեցինք ծոմ պահել, Աստված եկավ։ Եվ ժողովուրդը իրանք էին մեզ փնտրում, ամբողջ քաղաքով եկան, 3 օր գալիս են ու գալիս են, աղոթում ենք։ Ես անգամ պատկերացում չունեմ, ինչեր տեղի ունենում, բայց մի բան գիտեմ, որ թափվում էր Սուրբ Հոգին, հեղեղում էր 3 օր, գիշեր-ցերեկ հեղեղում էր Սուրբ Հոգին։ Մենք կգնանք միտեղ, պետք է աղոթենք այդ հրաշքի համար։ Պետք է մենք զբաղվենք դրանով, հասկանում եք, մենք գնում ենք շատերը, բայց չենք աղոթում։ Մի մարդիկ կան, որ ասում են, ես գնալուց առաջ այս բանի համար աղոթի, այն բանի համար աղոթի, այն բան, գնացիր արդեն այնտեղ պատրաստ այդ բաները։ Մենք չենք գնում ենք, փաստի առաջ ենք կանգնում, փող ենք կորցրել, ժամանակ ենք կորցրել, կոշիկ ենք մաշել, բենզին ենք վառել, գազ ենք վառել,
Իմաստը ո՞րն է, որ գնացինք այնտեղ հասանք, 0-ով հետ եկան։ Նամա պետք է աղոթել, նախ զգա մղում կա Աստծուց մղում, առաջնորդություն, թե սաղ Աստծո կամքն է մեզ համար, եթե մենք հավատացյանք, ով ասան։ Մեր համար մեծամասնությունը Աստծո կամքը չի։ Աստված մեզ այնքան քիչ բաներ ա ուզում, որ մենք իրան լսենք ու անենք, քիչ բաների մեջ նախորոք ենթարկվենք, հնազանդվենք։ Մենք քիչի մեջ չենք հնազանդվում, շատ բաներ ենք ուզում։ Հայ, փչի այդ կարտոշկեն նոր կեր, կարող է վառի։ Բա պատասխանը կարող է հետաձգվել անհնազանդության պատճառով։ Սիրելիներ ջան, Նեհեմյանը չբժշկվեց, հիշում եք, բա միտոմ մեր մոտ գետ չկա, լիճ չկա, պետք է անգամ ձեր կեղտոտ հորդանանը սուզած, քեզ հնազանդվել ա պետք։ Մեր փոքր երեխա ասեց, ինչ մեծ բան ա, ասվում իր զորավորներից, մի հատ երեխա էր ասել, ինչա որ պետք է լսի այդ մարդը Աստծո, մարդը գնա, այնտեղ Եղիան պետք է իրան ձեռ առնի, դուրս չգա մի հատ աղոհացով, ես գեներալ եմ, մի հատ էլ ես պետք է գնա մի հատ կեղտոտ ջրը մկրտեմ, զինվորներից մի կարծիք մեծ բան ասում, գնարա, եւ այդ ձև ինքը կար երկար տայներ, բորոտ մնար, տենց է բորոտությունից մեռներ, ոչ թե իրան մահով մեռներ։ Նեհեմյանը չբժշկվեց, մինչև չհնազանդվեց մարգարեի խոսքին։ Երկրորդ թագավորաց 15-րդ գլուխ 5:14 Այն ժամանակ նա իջավ եւ Աստծո մարդու խոսքի համեմատ 7 անգամ Հորդանանի մեջ լվացվեցավ եւ նրա մարմինը պստիկ տղու մարմնի պես եղավ եւ մաքրվեցավ։ Ամեն։ Հաճախ Տերը մեզանից ուզում է սովորական բաներ։ Եվ դա այնքան հեշտ է, ուղղակի որ հեշտ է, անելու համար հեշտ է, Աստված մեզ դժվար բաներ չի ասում, մենք ենք դժվար ասում, որ դժվար չի ուրեմն Աստծուց չի, որ բարդ չի ուրեմն Աստծուց չի։ Աստված մեզ պարզունակ, էլեմենտար, հասարակ, այն որ դու կոմոդա հնարավորությունն է, հնարավորությունների դու կարաս անես, դու կոմա մեկին գումած մեկա, և դու չես անում։ Դրա համար շատ անգամ շատերիս մոտ խնդիրը մնում է առանց լուծված, առանց լուծման, մեր մոտ մնում է խնդիր։ Իսկ մենք ուզում ենք, վիթխարի ծանր բարդ լինի, թվացող կասմիչսկի, սա Աստված է։ Տերը ասում է, աղա լավ բան է, ասում եմ ամեն, աղա լավ բան է։ Տերը էլի ասում հաջորդ օրը, աղա լավ բան ասում եմ, պետք է աղի մասին քարոզել, Տերը ուզում աղի մասին։ Հետո Տերը ասում է, ոչ, դու ճիշտ չհասկացար, ես ասում եմ կիրառականի մասին, դու պետք է կիրառես, աղա լավ բան է, դու պետք է կիրառես դա։ Ես արդեն քարոզ էի գրել երրորդ օրը, պատրաստվել էի, մի բան չէր հերիքում, էդ էլ Մագան մի հատ նյութ ուղարկեց աղի մասին, ես կարդացի ու նստեցի, այդ ինչը չէր հերիքում ինձ համար պետք է հաց ենք ուտում, աղ արեցի կերա, այդից հետո արդեն երբ եմ քարոզել այդ քարոզը, մի տարի առաջ եմ քարոզել, ես մի տարի արդեն ճնշմանդեղ չեմ խմում, այդ ոնց որ 2 տարի ամեն օր խմում էի, 2 տարի ամեն օր խմում էի, մինչև աղ անելը, աղից հետո մի տարի ես ռետկի, շատ հազվադեպ ա եղել, որ ճնշումս բարձր, կամ ուշ եմ քնել, կամ շատ հոգնած եմ եղել, կամ չգիտեմ, ինչ-որ մի բան եղել ա, որ ճնշում ա եղել, դա նորմալ ա, բայց որ անընդհատ դու 2 տարի ճնշում ունես, դեղն է խմես, բայց ճնշումը չի շտի, աղը լավ բան է, բասա պարզ բան, մի պտխունց աղա, որ դու պետք է անես ու դա պետք է դզվի, շատերը լսեցին, շատերը չհասկացան։ Եվ գնացին այնպես ինչպես եկել էին։ Բայց ես աղը անում եմ արդեն, աղը դուր է գալի արդեն։ Աստված մեզ բաներ չի ասում, որ մենք չկարողանանք անել։ 5 րոպե խոսում եմ, դաթա եմ տալիս Սամվելը աղոթում է, մենք աղոթում ենք, մի 20 րոպե
Հալելույա։ Մենք չենք ուզում այդ պարզ ասած բաները անենք, ենթարկվենք, լսենք։ Տես ասեց ցույց տը որտեղ է, կացինը ցույց տվեց որտեղ անգեր մի հատ ճուղ կոտրեց, շպրտեց այդ փետը կացինի գլուխը հանեց դուրս։ Պարզ բաներ, ինչ ունես տանդ գնա, մտի տունը փակվի, ամաներ լցրա, հավաքի կաստու, հավաքի։ Դժվար բան չի ասում, գնա հարևան տասը կամ ոտեմ փակեմ, կաստուր կետ կտաս։ Գնան մի հարևան ասա յուղ եմ հալում, կաստուր կետ կտաս։ Ամենքի մի բան ասա, կաստուր կեքը հավաքի բեր։ Յուղ ես լցնելու, դժվար բաներ լսեց եւ սկսեց անել։ Պարզում ենք հրաշք եղավ, չէ՞ իր տղերքին վիկ ու պարեց, փրկագնեց իր տղերքին։ Մի օր մեկ եկավ, անունը եկեք չտամ, ասեց ինչ-որ մեկը ինձ դատի ա տվել, մախինացիաներ արել, բայց չի ասում, որ մախինացիա արել, ասում ա դատի ա տվել, մի ես չգիտեմ ինչ անեմ։ Ասում եմ, այդ փողը ինչ ես արել, ասում ա ես եմ արել, են եմ արել, մյուստ եմ արել, ասում տար լրիվ ծախի, տար փողը տուր ու դատարանից ազատվի։ Չէ, ոնց կլինի, դա ես աշխատել, չես աշխատել, դու քեզ հենց չեն դատում։ 2-3 օր հետո եկավ, ասավ, լավ, գնում եմ ծախեմ, գնաց ծախեցավ, ինչ արել էր այդ փողերին, եկավ, գնաց դատարանը վճարեց ձեռի վրա, ոտի վրա, ձեր առ ձեռը տվեց, դատական բանը, մեղադրանքի բողոքը հետ վերցրեց, ինքը ազատվեց բանից, նստելուց, նստելու էր կոնկրետ։ Հասկանում եք մի հատ խոսք, որ պետք է լսել ու անել, ընդհանրապես եւ պրիմիտիվ բան, քեզ բարդ բան Աստված չի էլ ասելու։ Չի էլ ուզում Աստված մեզ բարդ բան ասի։ Հասարակ բան ասում չենք անում, բարդ բան ասի, այ քեզ բան պետք է անենք։ Ես խիստ կասկածում եմ։ Դա համար Նեյմյանը մի անգամից լսեց, ճիշտ է թափ արեց իրան, ձնքռնատեց իրան, բայց գնաց արեց։ Բայց երբ նա ազատեց իրան անհնազանդությունից ստացավ պատասխան ստացավ։ Առաջ թագավորաց 14-րդ գլուխ։ Տեսնենք այս մեկը ճիշտ է։ Առաջ թագավորաց 14-րդ գլուխ 37 խոսքը։ Սավուղը Աստծուն հարցրեց, ասելով. Փղշտացիների ետևից իշնեմ, նրանց Իսրայել ձեռքը պիտի տաս, բայց այն օրը Աստված պատասխան չտվեց նրան։ Տեսակ, միշտ ինքը աղոթում էր, Աստված իրան պատասխանում էր։ Միշտ իրան պատասխանում էր, ինքը հաղթանակում էր, բայց երբ որ ինքը անհնազանդության մեջ էր արդեն, Աստված ինքը Աստծուն հարցրեց, այս անգամ գնամ, թե չգնամ, բայց գրված է, բայց այդ օրը Աստված պատասխան չտվեց իրան։ Աստծո կամքը չէր գնալ եւ ազատել։ Առաջ թագավորաց 14:37 խոսքը։ Սաղմոս 66։ Սա սարսափելի է ժողովուրդ։ Իրոք սարսափելի է սա, որ Աստված չպատասխանի։ Սաղմոս 66, 18։ 66, 18։ Նայեք, ստեղ գրված է բարձրը տեղ ելար, բարձր տեղ ելար, գերությունը գերի արիր, պարգևներ առար, մարդկանց համար, նայեք, ու ապստամբների համար էլ, որպեսզի Տեր Աստված նրանց մեջ բնակվի, անգամ այդ գերությունը գերի բռնեց։ Սաղմոս 66-ի 18-ը Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեիր, չէիր, Տերը պիտի չլսեր այս խոսքը։ Ահա հաղթանակը սա է, սա ուղին է հաղթանակի։ Եթե տեսնեիր, այո, անօրենություն սրտիս մեջ ինձ չէր լսելու։
Սա է հաղթանակի ուղին, սա է հաղթանակի ուղին, սա է օծության ուղին, սա է ուղղվելու ուղին։ Պետք է հարցնել Տիրոջը, արդյոք իմ սրտի մեջ խնդիր կա։ Պետք է հարցնել Տիրոջը, հարցրա Տիրոջը, արդյոք իմ սրտի մեջ խնդիր կա։ Արդյոք իմ սրտի մեջ խնդիր չկա կամ էլ։ Հարցրա մի բան, հարցրա, որովհետև կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ մեր սրտի վրա ակցենտ դրվի։ Ահա ուղին, որ մեր աղոթքները լինեն լսված։ Եթե տեսնեիր իմ սրտի մեջ անօրենություն, Տերը չէր լսելու, Տերը չպետք է լսի։ Որպեսզի լսված լինի մեր աղոթքները, մենք պետք է ապաշխարենք, մենք պետք է ստուգենք, քննենք, աղոթենք, խնդրենք Տերը ցույց տա, ինչ կա մեր սրտի մեջ, որ խանգարում է իրան։ Դա խանգարում է, հաճախ դա լինում է գաղտնի մեղքը, որը ոչ մեկ չգիտի, գիտի Տերը, մենակ Տերը գիտի։ Անգամ բաներ, որ քեզ թվում է դա մեղ չի, բայց Տերը քեզ բացում է քո սրտի մեջ, թե ինչ անօրենություն կա։ Մենք մի հատ թեմայի շուրջ աշխատում ենք տունը, այդ թեման բացահայտում է բաներ, որ մեր սրտում թաքնված այդ ձև մեղքեր կան, ու մեծամասնության մեջ կան, որ չգիտեն անգամ, որ դա մեղք է։ Դրա մասին պետք է Աստված լույսը փռի, բերի այդ խոսքը, այդ խոսքով հայտնաբերի շատ բաներ։ Ինչքան մենք ապրում ենք սրբությանը վերջ չկա, ինչքան մենք ապրում ենք, մենք ապաշխարելու բաներ ունենք, ինչքան մենք ապրում ենք, մենք պետք է այսպես Տերը մեզ հայտնաբերել տա ու մենք պետք է հրաժարվենք այդ բաներից։ Հաճախ դա գաղտնի մեղքն է, որ ոչ մեկ չգիտի բացի Տիրոջից։ Մենք մտածում ենք ամեն ինչ կարգի ենք բերել մեր կյանքի մեջ, աղոթում ենք, բայց ոչինչ տեղի չի ունենում։ Մենք ասում ենք պետք է ջրի երես հանել ու ապաշխարել, որպեսզի Աստված լսի մեր աղոթքը։ Այս սա է Դավիթի աղոթքը, ստուգում է սիրտս եւ բացահայտում է իմ մեղքերը։ Ջրի երեսն է դուրս գալի, որպեսզի ոչ թե որ մեզ խայտարակել, որ մենք ապաշխարենք։ Եվ Աստված կլսի, 100% Աստված կլսի մեր աղոթքները։ Մենք պետք է ուղղենք մեր հարաբերությունները նախ եւ առաջ Աստծո հետ։ Մարդիկ ասում են, կարա չպատասխանված աղոթքները, օրինակ, լինի նաեւ համառությունը, օրինակ, պերվելը, պերվածությունը։ Այո, պերվածությունը, մարդիկ կան, որ պերված են եկեղեցին, ու իրանք ծառայության ժամանակ սիրուն քնում են, ու իրանք անգամ չգիտեն, որ մեղքի մեջ են, մեղք ունեն։ Չեմ ասում, որ քնում են դրա համար պերված, այլ պերվածություն կա, որ մարդը չի վերցնում իր վրա, իր հանցանք, իր մեղքը։ Եկեղեցում ծառայության ժամանակ թմրում են մարդիկ, քնում են, ու դա տեղի ունենում, բոլոր տեղերում, ամեն եկեղեցում դա տեղի ունենում, մարդիկ խորը քնով են տարվում, ասում են, դե հոգնած, ահա մի անգամ է հոգնած, երկու, մի լավ չհանգստացավ, ձև խռոնիկ հոգնած է այդ մարդը, այդ ձև վեճնի ու ստալի, և տեսնում ես, որ այդ մարդը ազատագրվել էր այդ խնդրից, բայց ահա հայտնաբերում ես, որ նորից այդ մարդը ակուրատնի քնում է, քո ծառայությունների ժամանակ, ինչը չես նենց անում, մոնոտոն ես քարոզը, աշխատանքից եկել հոգնած, գիշերը լավ չի քնել, դրա համար քնում, լավ այդ հարցերը լուծվեց, բայց կա մեղքի հարց է, կա դևի հարց է, որ դևը թմրություն է բերում, մեղքը պատճառը, պետք է իմանալ, որովհետև ստեղ մեղք, որին մենք ասում ենք պերվածություն, այսա պատճառը, որ Տերը այդ մարդկանց աղոթքները չլսի, սա ծանր է ընդունել, սա ծանր է խոստովանել, ասել, հա, ես ունեմ այս մեղքը, ես պերված եմ, մանավանդ, որ մենք սաղը սիրում ենք, հակառակվենք մի բանի ու մեր էշը քշենք, հենց սրանից ազատվում է մարդը, ես վստահ եմ գալիս է
Աստծո ներկայությունը ու ինքը չի քնում, բայց երբ որ կա այդ մեղքը, Աստծո ներկայության մեջ է քնում, ոչ թե Աստծո ներկայությունն է պատճառ, այլ մեղքն է պատճառ։ Զաքարիա 7-րդ գլուխը 7-12-13 խոսքը, Զաքարիա 7-12-13 ու իրենց սիրտը ադամանդի պես արի, որպեսզի չլսեն այն օրենքը ու այն խոսքերը, որոնք զորքերի Տերը իր հոգով առաջվան մարգարեների միջոցով նրանց ղրկեց։ Նրանց համար զորքերի Տերը խիստ բարկացավ, ինչպես նա կանչեց ու նրանք մտիկ չարին, այնպես որ անոնց կանչեցին ու ես մտիկ չարին։ Սկզբից իրանք էին կանչում, իրանք չէին լսում, հոբիքը Տերը կանչում է, իրանք չեն լսում, և ասում է, իսկ միք իրանք են ասում է ինձ կանչում ու ես չեմ իրանք լսում։ Ես իրանք կանչում է, իրանք չեն լսում, իրանք բերվում, հակառակվում, հեռանում են, հոբիք իրանք են ինձ փնտրում, կանչում, ես չեմ իրանք լսում։ Դա մենք ենք արել, որ մեր սիրտը դարձել է քար, որ չլինի թե մենք լսենք օրենքը, մենք ենք բերվել, որ չլսենք իրան, մենք ենք հակառակվել, որ չլսենք իրա խոսքը, իսկ մենք ուզում ենք, որ ինքը լսի, ինքը չի լսում մեզ, երբ որ ինքը մեզ ասում է կանգ առեք, մենք չենք կանգ առնում, իսկ մենք խնդրում ենք, որ ինքը գա, ինքը չի գալիս, ինչպես վարվել աղոթքի հետ, որը չի պատասխանվում, ինչպես վարվել աղոթքի հետ, որը չի պատասխանում, առաջինը աղոթքի հետաձգումը, դա մերժում չէ, երբ որ աղոթքը հետաձգվում է, դա չի նշանակում, որ քեզ մերժում է Տերը, առաջի աղոթքի հետաձգումը, թե ինչպես է պետք իմանաս է, Եթե այսօր կամ վաղը չենք ստացել աղոթքի պատասխանը, դա չի նշանակում, որ մեզ Տերը մերժել է։ Այդ ձև բան կա, դու աղոթում ես, սպասում ես այդ աղոթքին, դու հավատում ես, որ այդ պատասխանը կգա։ Մի օր, 2 օր, 3 օր, դա չի նշանակում, որ ինքը քեզ ասելա չէ, դա չի նշանակում, որ ինքը քեզ մերժել է, դա նշանակում է, որ պետք է շարունակես, ուղղակի հետաձգվում է։ Դա մերժում չէ, հետաձգումը մերժում չէ, դա չի նշանակում վերջացրա, կամ դա չի նշանակում դադարի, դա չի նշանակում, որ անհնար է, դա նշանակում է պետք է շարունակել, լինել ուշադիր, պետք է սովորել, թե ինչ է սովորացնում մեզ Աստված, այսինքն հետաձգված աղոթքը դա մերժում չէ, չկարծենք էլի ծառայությունից ես դասից հետո, գնանք աղոթենք, տենանք, որ հետաձգվում ասենք, Տերը մեզ մերժել է, չէ, ամեն հետաձգված աղոթ կամ որ ուշանում է, դա չի նշանակում ինքը քեզ մերժել է, երկրորդ բանը պետք է աղոթել, հավատքով աղոթել, սովորել աղոթել հավատքով, ինչ բան աղոթքի մեջ, հավատացեք, աղոթեցիք, հավատացեք, որ կստանանք, աղոթքի միջոցով ենք ստանում, այսինքն պետք է աղոթել ու աղոթել հավատքով, մեր աղոթքները պետք է լինի հավատքով, մեր աղոթքները չպետք է լինի, աղոթեցի հետաձգվեց, որ ինքը ինձ մերժել է, ես գնամ լացեմ, ասեմ, Տեր ինձ մերժել է, չէ, պետք է աղոթել, շարունակել, հավատալ, որ Աստված քեզ չի մերժել, ուղղակի մեր սրտերի մեջ է տեղած մեղքերը, ապաշխարել, որովհետև դրանք ոչ միայն հետաձգում են բերում, ընդհանրապես մերժում են մեր աղոթքները։ Հակոբոսի 1:6-ը հետաքրքիր բան ասում Հակոբոսը, որ չլի թե ասում մեկը բանով աղոթի կասկածելով,
մտածիվ թե ինքը պետք է ստանա։ Ընդհանրապես ասում եմ, միայն թե հավատքով խնդրի, ոչ թե երկմտելով, որտեղ երկմիտ մարդը բոլոր ճանապարհների մեջ անհաստատ իր աղոթքների չի պատասխանվի։ Միայն թե հավատքով թող խնդրի 6-րդ խոսք 1:6-ի։ Եվ չերկմտի, որովհետև երկմիտ է, որովհետև նա որ երկմիտ է, ծովին, հողմակոցյալ եւ տատանյալ ալիքների նման է այնպիսի մարդը, թող չկարծի թե տիրոջից բան պիտի առնի։ Երկմիտ մարդը անհաստատ է բոլոր ճանապարհների մեջ, մինչև 8-րդ խոսքը։ Այսինքն երկմտությունը մեր հավատքից ոչ հավատքից բխած աղոթքը էլի չի գտնում պատասխան։ Դրա համար պետք է երկրորդը խնդրել, աղոթել, պետք է աղոթել հավատքով։ Եթե քո կամքն է, մի բան ենք աղոթում, ասում ենք, եթե քո կամքն է։ Գիտեք հետաքրքիր բան է, որ այս աղոթքը արդեն իսկ կասկածամիտ հավատք է, սա հավատք չի, սա աղոթք չի, եթե քո կամքն է։ Եթե դու չգիտես իր կամքն է, բայց ինչ ես աղոթում, եթե քո կամքն է։ Եթե Տիրոջ կամքն է, աղոթում է, վերջ ասել, եթե սա քո կամքն է, Տեր։ Գիտեք սա անորոշ աղոթք է, դու պետք է նախ իմանաս Տիրոջ կամքը, որ Տիրոջ կամքի համաձայն աղոթք անես, ոչ թե աղոթք անես, վերջում էլ բան անես, խզբզես ասես, բայց նշանակը մա, այս սա խեչ, նշանակը մա, եթե դու ասում ես, բայց եթե քո կամքն է, եթե կասկածի տակ է դնում, անգամ քո հավատքը, քո աղոթքը, եթե, ես քեզ սիրում եմ, եթե, ես քեզ ներում եմ, եթե, ես սենց կանեմ, եթե դա կասկածի տակ է դնում, եթե դու պետք է աղոթես ու հետո ասես, եթե քո կամքն է, ուրեմն մի աղոթի, այդ ձև աղոթ, նախ եւ առաջ պետք է դու իմանաս Տիրոջ կամքը եւ աղոթ կանես Տիրոջ կամքով եւ վերջում չասես, եթե քո կամքն է, եթե իր կամքը չի, գրված է իր կամքը, եթե իր աղոթքով դու աղոթում ես, խես ասում, եթե քո կամքն է, գիտենալով իր կամքը, խես ասում, եթե, այսինքն պայմանական իրավիճակ է աղոթքի համար, հավատքով աղոթք չի դա եթեով, եթե քո կամքն է, բժշկվեմ, եթե քո կամքն է, ներվեմ, եթե քո կամքն է, փրկվեմ, եթե քո կամքն է, մկրտվեմ Սուրբ Հոգով, այո, դա Տիրոջ կամքն է եւ Տիրոջ կամքի իմանալուց հետո աղոթելուց հետո պետք չի ասել եթե։ Կամ միացած տարածված չումակ է, գիտեք, չէ՞։ Ով ինչ խոսում է, ասում է, իր պլաններն անում, ասում է առաջ, բայց ասում է առաջ Աստված։ Դու քո պլանները անում ես ու ասում ես սենց է ճիշտ, հետո մի հատ կարևոր բան է, որ պետք է անել, ասում են առաջ Աստված։ Աստծո վրա մի քիչ Աստված նենց էլ առաջ է, լսում եք, Աստված առաջ է։ Այս կրոնական տերմինը բերանից ամոն է դառը հավատացյալների։ Շատ ասում։ Հա, առաջ Աստված, մի անգամ չեմ ասում Աստված առաջ է։ Աստված հայր առաջ է։ Ամեն։ Ալելույա։ Փառք ես Հիսուս, այս հարցը արանքից հանեցինք ոնց որ։ Մեր մոտ լուծված այդ հարցը, մենք չենք ասում առաջ Աստված հայր առաջ է, հայր դու իր հետևից ես գնեմ։ Ուղղակի իմացի Աստծո կամքը իր խոսքից եւ հավատա, կատարի եւ քայլ արա։ Եվ ոչ մի եթեի տեղ մի թող եւ վերջում էլ քո պլանները մի արա ու ասա առաջ Աստված առաջ Աստված։ Իսկ չի էլ ստացվում իմ մոտ այդ խոսքերը, հա, չեմ ջողում, Աստված, առաջ Աստված։ Այո, առաջ հայել Աստված է։ Եթե դրանից բացի այլ բան չգիտեք, ավելի լավ ընդհանրապես մի աղոթեք։ Եթե դրանից ավել բան չգիտեք, Տեր, եթե դու ուզում ես, Տեր, եթե դու կամենում ես, եթե դու չգիտես, որ Տերը ինչ ասում, խես, Տիրոջը քո աղոթքների ժամանակ կասկածելի բաներ աղոթեն։ Ձևի կասկածելի կրոնավոր աղոթքները եթեով ավարտվող։ Լսեցիք, փախեք։ Աստծո կամքը նախ դիմացեք, գտեք ձեր սրտի մեջ դրեք, որ ացյանների ժամանակ էլի, ացյանում ձեզ մատն են, ասում է, դուք չմտածեք ինչ խոսակ, այս ժամանակ հոր հոգին գիտի ինչ խոսա։ Աստծո կամքի համաձայն է բարեխոսում, ոչ թե եթե։
Կամ նման իրավիճակ կա, ես անցած շաբաթ էի ստանում այդ խոսքը հիշում իմ սրտի մեջ էր գալի, որ ասում է Եզրասը փնտրեց եւ գտավ Տիրոջ օրենքը եւ դրեց սրտի մեջ եւ իր Տեր Աստծով զորացավ, ուժեղացավ։ Նախ եւ առաջ ուժեղանալու համար պետք է գտնել Աստծո խոսքը, լցնել նրան, իր կամքը իմանալ իր խոսքից, նոր 100% գարանտիան 100%-ով որ Տերը քեզ կուժեղացնի, կոծի եւ հավատքը կամրանա, ոչ թե Աստծո խոսքը գիտի աղոթում է ու ասում է եթե մտի եթեր։ Եթե չգիտեք Աստծո կամքը ավելի լավ է, ընդհանրապես ապուշություններ դուրս չտալ։ Ավելի լավ է լռել ու չաղոթել։ Եղի աղոթես, եթե չգիտես։ Քեզ հաճելի է թե չէ, դա հասկանում ես, սենց աղոթք կա։ Տեր, եթե այս բանը քեզ հաճելի է, իմացի Տիրոջը ի՞նչն է հաճելի նախ։ Լավ է լռես նախորդ, քանզի ինչ-որ բաներ ասես։ Իմանաս Աստծո կամքն է նոր աղոթես։ Իսկ եթե գիտես, որ դա Աստծո կամքն է ու ասես, Տեր, ես գիտեմ, որ դա քո կամքն է, եւ ես աղոթում եմ։ Անկամ հրեշտակը կաս, ոնց որ ես ինչ-որ բան էլ լիսա։ Ես աղոթում եմ հավերժականի համար, հանուն քո թագավորության համար։ Գիտեք, նախ եւ առաջ ասում է փնտրեք Աստծո թագավորությունը, այսինքն մնայուն արժեքները, արդարությունը, սրբությունը, ճշմարտությունը, Աստծո փառքը, զորությունը, կրակը, օծությունը, հայտնությունները, փնտրեք իր կամքը, փնտրեք իր թագավորությունը, մնացած բաները կտրվի ձեզ։ Ես աղոթում եմ, օրինակ կամել, աղոթում ենք հանուն մեծ հանձնարարականի, որովհետև մեծ հանձնարարականը սա է, որ ավետարանը քարոզվի բովանդակ աշխարհի մեջ։ Սա հավերժական նշանակություն ունեցող բան է։ Եվ երրորդը պետք է աղոթել Աստծո կամքի համաձայն։ Պետք է աղոթել Աստծո կամքի համաձայն։ Առաջ Հովհաննես 5-րդ գլուխ 14 խոսք։ Ինչի են կասկածում մարդիկ, ինչի են հետո առաջ անում աղոթքեն, եթե, բա որ, չգիտեմ, եսիմ Աստծո կամքի համաձայն է պետք է աղոթել, այսինքն երրորդը դա պետք է աղոթել Աստծո կամքի համաձայն։ Առաջ Հովհաննես 5-րդ գլուխ 4-րդ խոսք։ Տեսեք, ստեղ ասում է, մենք համարձակություն ունենք նրա մոտ, քանզի գիտենք թե ինչ որ խնդրելու լինենք, իր կամքի համեմատ պիտի լսի մեզ։ Եվ եթե գիտենանք թե պիտի լսի, ինչ որ խնդրելու ենք, ուրեմն կգիտենանք թե պիտի առնենք, որ խնդրում ենք իրանց, այսինքն նախ եւ առաջ գիտենք իր կամքի համաձայն ենք աղոթում։ Ինչ որ խնդրում ենք կստանանք, չի ասեմ, ինչ որ խնդրում ենք, եթե ինչ որ խնդրեք կստանանք, այլ ինչ որ խնդրում ենք կստանանք։ Պարզ ասա, աղոթիր կամ երբ աղոթում ես, աղոթիր ընդհանրապես անձնուրացությամբ, քո անձը ուրանալով աղոթիր, քո անձը մեջ մի բերի, քո անձի համար բաներ մի խնդրի այդքան, քեզ համար մի խնդրի, գրված է սկզբից խնդրել Աստծո թագավորությունը, ասում է հեթանոսներն են այդ բոլոր բաները խնդրում, հեթանոսներն են մտածում, ինչ պտի ուտեն, ինչ պտի խմեն, բայց դուք սկզբից խնդրեք Աստծո թագավորությունը, եւ մնացած բաները նրա ձեզ կտրվի, անձի ուրացությունը, այսինքն Աստծո կամքը լինի իմ կյանքի մեջ, Աստծո թագավորությունը լինի իմ կյանքի մեջ, Աստծո արդարությունը լինի իմ կյանքի մեջ, սա անձնուրաց աղոթք է, որ դու աղոթում ես ուրիշ նպատակների, ուրիշ արժեքների համար, Աստծո թագավորության, Աստծո թագավորությունը գալու, արթնություն լինելու, մարդիկ փրկվել, սա քո հետաքրքրությունը չի, սա Աստծո հետաքրքրությունն է, երբ որ դու Աստծո հետաքրքրությունն ես աղոթում, դա ուրացում է քո անձին,
քո անձի հետաքրքրությունը, քո կամքի հետաքրքրությունների ուրացում ասա։ Մարկոս 11:25 Մարկոս 11:25 Երբ աղոթք եք կայնում, ներեցեք, եթե մեկին դեմ բան ունենաք, որպեսզի ձեր երկնային հայրն էլ երկնքում ների ձեր հանցանքները։ Երբ անձնուրացես աղոթում, ասա Տեր, ոչ միայն ներիր ինձ, հապա ես էլ եմ ներում նրանց։ Սա կարևոր բաներից մեկն է, որովհետև միշտ մենք ասում ենք, կարևորը դու ինձ ներես։ Կարևորը Տեր դու ինձ ներես։ Հասկացա, Տերը քեզ ներում է, բայց կարևորը ավելին եւ ոչ պակաս, որ դու էլ ներես նրանց, ում չես ներում։ Մենք ստեղ կանգ ենք առնում, մենք ավարտում ենք այս ընդհանուր դասը, այսօրվա այս մի ամբողջ թեման, չպատասխանված աղոթքները, եթե ես չեմ սխալվում, մենք չենք սխալվում, չէ։ Տեր օրհնի, մենք եկեք աղոթք անենք,